Ողջույն, եթերում Ֆեմինան է։ Մենք եկել ենք զարմացնելու, հիացնելու եւ ապացուցելու, որ յուրաքանչյուր հայուհի արժանի է ու կարող է ապրել իր երազանքների կյանքով, անկախ կարգավիճակից, խնդիրներից եւ այլոց կարծիքներից։ Այսօրվա հաղորդումը տարբերվում է 3 տարիների ընթացքում ձեր դատին հանձնած բոլոր թողարկումներից։ Դեռ ամռանը դերասանուհի Տաթևիկ Ադումյանի հետ համատեղ մենք հայտարարել էինք կերպարանափոխության քաստինգ իր եւ Ֆեմինա հետևորդների համար։ 2 օր եւ 3000-ից ավել հայտ, որոնցից նախընտրական փուլ անցան 1324-ը։ Բժիշկների գլխավորությամբ Ֆեմինա թիմը ընտրեց միայն մեկին։ Ծանոթացեք, Հայկուհի Մազմանյան։ Իրականում փոքր ժամանակվանից իմ մոտ ինչ-որ կոմպլեքս կար ձևավորված, որովհետև հարազատները անընդհատ ոնց որ ֆիքսված լինեին քթիս վրա, այսինքն քիթը քեզ կոպտացնում է, քիթս ինչի այ որ անես ավելի սիրուն կլինես, ու իմ մոտ ավտոմատ ինչ-որ sense ոնց որ ուղեղում էր արդեն ծրագրավորում լիներ, որ վայ մի բան իմ հետ անչի ու այդ քիթն է։ Հետո արդեն երբ որ գնացի դպրոց, դպրոցական հատկապես ավագ դպրոցում, եւ դասընկերներս շեշտում են, վայ քիթը էս ինչ կեշ է, ու քեզ այդ քթի համար ընդհանրապես ով պետք է ուզենա քո հետ շփվի, sense իմ մոտ ահավոր կոմպլեքս էր առաջացել հենց քթի հետ կապած, ես ոնց որ նա ինձ հայլու մեջ ու ասեի, վայ քո քիթը քեզ գեշացնում է։ Բայց տարիներ անց արդեն հիմա ես 26 տարեկան եմ, երբ մարդիկ ինձ նայում ասում են քո քիթը շատ կոնտրաստային է քո դեմքի հետ, բայց իմ ներսում մեկը այդ ոնց որ իմ ձայնը ինձ ասի, չէ քո քիթը այնա ինչ պետքա փոխել։ Ոչ մաման է ուզում, ոչ պապան, որ ես վիրահատեմ, անգած կլինեմ։ Այս սպասում եմ քուրիկի արձագանքին, որտեղ ինքն էլ ուզում ինձ տեսնի վիրահատված ու մեկ էլ տղայիս Ալեքսի արձագանքին։ Ես կողմ եմ, որովհետև այդ իրեն վերելու այն խաղաղության, ներքին հանգստության ու ինքնավստահության, որպես կանացիության խորհրդանիշ, այսպես ասած, թող անի, ես կողմ եմ ու ընդհանրապես ինքը իր կյանքում ինչ արել է, ինչ որոշում, ես միշտ կողմ եմ եղել, իր կողքին եմ եղել։ Ամուսնությունից հետո ինձ համար արդեն կարևոր չափանիշ է դարձել այն, որ կողակիցս ինձ ընդունի այնպեսին ինչպեսին կամ ու նաև ընդունի իմ երեխային, որովհետև ընթացքում հասկանում ես, որ մարդիկ քեզ հետ շփվում են, քեզ սկսում են կարծես ընդունել, բայց չեն ընդունում քո կյանքը, չեն ընդունում քո աշխարհը ու դու արդեն ասենց սկսում ես մտածել, դե լավ, հիմա արժե արդյոք շարունակել այս շփումը, այսինքն կարելի է օրինակ ստեղծել գործնական կապեր, կարելի է ստեղծել ընկերական կապեր եւ դրանք պահպանել, բայց չես կարող ուղղակի մարդուն թողել քո որպես կողակից միայն հաշվի առնելով այն, որ ինքը գնահատում է քո արտաքին տեսքը։ Ինքը այդ արտաքին տեսքը գնահատելով կգնա նաև ուրիշի հետևից։ Ես միշտ իր նախկին ամուսնուն իր անդրության հարցում դեմ եմ եղել։ Ինքը շատ սխալ տեղում հայտնվեց իրականում ու շատ սխալ մարդկանց շրջապատում։ Այդ իր կոմպլեքսների մեջ շատ մեծ դեր են ունեցել այդ մարդիկ։ Իրականում իմ ինքնագնահատականը այդ ժամանակ ընկած է եղել, այսինքն որոշակի նաև ազդեցություն է ունեցել այն, թե ինչ են ասել իմ մասին, թե հարազատները, թե իմ կողակիցը, ու ես հետագայում որ վերլուծեցի, հասկացա, որ դա իջեցրել էր իմ հանդեպ ստեղծված ամբողջական կարծիքը ու դրանից հետո ես սկսեցի ծաղկել, եթե այդպես մեկ բառով ասեմ։ Երբ քեզ քննադատում են, դու կարող ես երկու մոտեցում ցուցաբերես, կամ աճես, կամ փակվես։ Իսկ ես ընտրում եմ աճելը։ Հետո մասնագետի ընտրության հետ կապված ես ուզում եմ անպայման լիներ հենց Գոհ Անանյան ու չէի ուզում ուրիշ մասնագետի մոտ անգամ չեմ գնացել կոնսուլտացիայի։ Ոնց որ ամեն ինչ դասավորվեց։ Մի անգամից նաև գովազդի հետ կապված տեսա, որ Տաթևիկ Ադումյանը հայտարարում է մրցույթ, ու ով այդ մրցույթը հաղթի, ինքը անվճար վիրահատություն ուներ։ Ասել մի րոպե պետք է մասնակցեմ։ Ինչ շատ ադուր գալիս ամեն ինչը նպատակաուղղված է դեպի փոփոխությանը, դրականին ու մոտիվացիային, ես ուղղակի հավատացի ու դիմացի։ Հայկուհի ջան, ողջույն, ինչպե՞ս եք։ Ողջույն Անահիտ ջան, հիանալի էմոցիաներով ու սպասումներով։ Ինչ էիր զգում, երբ վերջնականապես քո անունը հաստատված չէր։ Զգացողություններիդ մասին եմ ուզում իմանալ, պատմիր։ Ոյ շատ անորոշության զգացում կար, բայց միաժամանակ ոնց որ sense ներսից ինչ որ զգացողություն լիներ, որ եթե լինի, ուրեմն իմ երազանքը կատարվում է, եթե չլինի, ես դա կընդունեմ, որ ուրեմն պետքա չլիներ։ Հայկուհի ջան, այս ամբողջ կերպարանափոխության ընթացքում քեզ հետ է նաև լինելու Տաթևիկ Ադումյան, սպասում ես նրա հետ հանդիպմանը։ Այո, շատ եմ սպասում Անահիտ ջան, ինձ համար շատ կարևոր է ընդհանուր աջակցությունը եւ ընդհանուր ընթացքը Տաթևիկի հետ
անցնել, որտեղ կարծում եմ այն մարդը, ով դեր է խաղացել նաև ընտրության փուլում, ես կարևորում եմ իր թե ներկայությունը, թե իր հետ շփումը, որտեղ եւ իրենից եմ օրինակ վերցնելու եւ մոտիվացվելու։ Ինչ ակնկալիքներ ունես Ֆեմինա նախագծից եւ ում արձագանքին ես ամենից շատ սպասում։ Ակնկալիքներս ամենաառաջինը հենց արդյունքից են լինելու, որովհետև նախ առաջինի ես չգիտեմ թե ինչ արդյունք է լինելու։ Ես համոզված եմ, որ լավագույնն է լինելու ու ամենաշատը սպասում եմ առաջինը իմ արձագանքը, երկրորդը հենց իմ աշխատավայրում ինչպեսին կլինի արձագանքը, որովհետև ինձ անընդհատ ասում են՝ «Մի գնա, քո քիթը շատ սիրուն է»։ Ու ես համոզված եմ, որ ավելի սիրուն է լինելու, որովհետև գիտեմ ցանկացած փոփոխություն դա մի քայլ է դեպի ահաջ, ոչ թե հետ։ Ես լիովին համակարծիք եմ ձեզ հետ, բայց եթե դուք ուզում եք լինել ավելի լավ, ավելի գեղեցիկ, հաստատ պետք է ռիսկի դիմել։ Դուք հիմա էլի շատ գեղեցիկ եք, շատ շքեղ եք, բայց մենք բոլորս կարող ենք ձգտել դառնալու մեր լավագույն օրինակը, կարծում եմ։ Համամիտ եք։ Ես լիովին համամիտ եմ։ Եթե կարելի է ինչ-որ մի բան փոխել, այսինքն դու ուզում ես այդ փոփոխությունը, ուրեմն անպայման պետք է։ Գեղեցկությունը ուղղակի ընդգծել։ Այո։ Հիմնովին չի փոխվում ոչինչ, որովհետև ձեր բնությունը արդեն շատ գեղեցիկ է եւ բնությունը ձեզ օժտել է շատ հրաշալի տեսքով։ Շնորհակալ եմ Աննա։ Ես մեծ հաճույքով եմ միացել Ֆեմինա թիմին, որովհետև կիսում եմ այն արժեքները, որը որ առաջարկում է Ֆեմինան, իսկ ինչ է առաջարկում Ֆեմինան։ Ինքդ քեզ ճանաչելու ունակություն։ Ես հիմա գտնվում եմ իմ կյանքում այնպիսի փուլում, որտեղ ես ինքս ինձ կորցրել էի։ Գիտեք ինձ ինչ օգնեց։ Աստված, հավատքը։ Պիտի մարդ երբեք չկորցնի հավատքը։ Երբեք չպիտի կորցնի։ Տարօրինակ բան եղավ, ես ավելի մոտեցա Աստծուն, ավելի ճանաչեցի ինքս ինձ ու ինչի միացա մեծ հաճույքով այս գործունեությանը, որովհետև ինձ համար շատ կարևոր է կարողանամ օգնեմ եւս մի աղջկա կնոջ, որպեսզի կարողանա վերագտնել իրեն, նորից հավատա իրեն, իր ուժերին, որովհետև կինը երբ որ կորցնում է իրեն, շատ դժվար է հետո հավաքելը։ Անկեղծ ասած շատ եմ հավանել Հայկուհուն։ Ինքը հիմա ապրում է իր կյանքում շատ բարդ շրջան, բայց չի կորցրել իր հոգու մաքրությունը, իսկ դա ամենակարևորն է։ Ես հավատում եմ, որ ինքը հաղթելու է կյանքի այդ վատ հարվածը։ Ես հավատում եմ, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Ես վստահ եմ։ Գիտեք, որ հատկանիշն է, որ մեր հայուհիները ունեն ու ես դրանով հիանում եմ։ Դա անկոտրում տեսակն է։ Մեր գենետիկ հիշողության մեջ է երևի դա, գիտեք։ Դե բնականաբար չէի կարող գալ դատարկաձեռը։ Չեք պատկերացնի ինչ ձևի անհամբեր եմ սպասում մեր հանդիպումը գեղեցկու հետ։ Տաթև, համեցեք։ Ձեզ շատ էի սպասում, բարև ձեզ։ Բարև ձեզ, դուք Հայկուհին եք։ Այո, Տաթև ջան։ Շատ ուրախ եմ Հայկուհի ջան, սա ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Եկեք դերս գնանք։ Եկեք լիքը խոսելու բան է։ Ես սպասում եմ։ Աթենքի ներփահան պելմենիները եւ միշտ թարմ բազմազան տեսականին կարող եք գտնել ոչ միայն սուպերմարկետներում, այլ հենց Աթենքի ֆիրմային խանութ սրահներում։ Հայկուհի ջան, ես շատ ուրախ եմ, որ դու քո մեջ գտար այդ համարձակությունը, որպեսզի դիմես Ֆեմինային կերպարանափոխության համար, որովհետև ամեն ոք չեր ունենա իր մեջ այդ ուժը, որպեսզի հեռուստացույցով երևար իր կերպարանափոխությունը։ Ուզում եմ մի փոքր պատմես դրա մասին, դու ունես վախեր արդյոք։ Տաթև ջան, նախ շատ ուրախ եմ, որ կերպարանափոխություն անցնում եմ հենց ձեզ հետ, որովհետև դες վաղուց ենք քուրիկի հետ հետևում ու վախերի հետ կապված էլ այդ վախերը կարծում եմ արհեստական ստեղծվում են հենց ուրիշների կողմից, քան հենց իմ ներսում լինեն, բայց բնականաբար դրանք որոշակի չափով կարծես ազդում են, ուղղակի ես իրենց ասում եմ, չէ, ամեն ինչ լավ է լինելու, համոզված եմ, որ այդպես է լինելու է։ Վստահորեն այդպես է լինելու։ Ես ինքս էլ եմ քիթս օպերացիա արել եւ հանկարծ չվախենաս, հանկարծ չլսես կողքի որևէ կարծիք։ Մենակ դժվար է լինելու առաջին օրը ու զուտ դժվար է շնչելու։ Ընդամենը բերանով ես շնչելու, հետո արդեն սովորելու ես, շատ արագ ես վերականգնվելու։ Բարդույթը հենց եղել է քիթս ու հիմա նաեւ նշել եմ նաեւ մեջկը
Այսինքն ես մեջքս ուղիղ չեմ պահում, դա իմ մոտ առաջացնում է այդպիսի բարդույթի զգացում, որտեղ կողքից էլ անընդհատ ասում են մեջքդ ուղիղ, այդ փոքր ժամանակվանից էլ ցած անընդհատ մնացած ինչ-որ մի բան է, բայց դրանց հետ կարելի է աշխատել։ Մեջքը դա ինքնավստահությունից է, որ այստեղը փոխվի, իսկ ես վստահ եմ քո արտաքին կերպարանափոխությունից հետո արդեն մեջքդ էլ էսիկ քայլելու։ Ամեն ինչ այստեղից է գալու, այստեղից։ Եթե կնոջը ինչ որ մի բան բարդույթավորում է, մի անգամից դա պիտի վերացնել։ Մի անգամից, որովհետև դրանից արդեն դու մնում ես այդ բարդույթներիդ մեջ, փակվում ես, անձնականդ էլ չի դասավորվում։ Շատ կարևոր է թե մարդը ով քո կողքին է ու քեզ աջակցում է, ինչքան վստահություն, ինչքան ուժ է տալիս ու ինքը ինչպիսի օրինակ է, որովհետև ամեն ինչ սկսվում է հենց ինքնից մեզանից ու այն մարդկանցից, ումով մենք մեզ շրջապատում ենք, ու ես շատ հավատում եմ, որ դա կարևոր է ու հենց այնպես չի, որ հենց դուք եք հիմա այստեղ լինելու ու ես էլ կարծում եմ, որ այս փոփոխությունները մի նոր սկիզբ են լինելու ու շարունակություն դեպի նաև որպես օրինակ, որ մարդիկ չվախենան դեպի իրենց երազանքները գնալու։ Ես լացկան եմ, ախր ինձ չլացացնես։ Եկեք իրար հետ լացենք։ Վախ։ Արիգետենք իրար։ Մեր հերոսուհին շտապում է հաղորդման գլխավոր հովանավոր ծառայությունների ղեկավար Քիթկո Կորտ ականջաբան պլաստիկ վիրաբույժ Գոր Անանյանի հետ խորհրդատվության։ Ծառայությունների ղեկավար Քիթկո Կորտ ականջաբան Գոր Անանյանը հանդիսանում է բժշկական գիտությունների թեկնածու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Հա, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Ինչով կարող եմ օգտակար լինեմ։ Ես ունեմ դժվարաշնչություն ու գթի շրջանում ցավեր, նաև հարմոնիան խողոչի հետ կապված ցեցում կար, որպեսզի վիրահատություն իրականացնենք։ Իսկ ինչքան ժամանակավոր շնչառություն անհանգստացնում է։ Բավականին երկար, միշտ այդպես է եղել։ Միշտ։ Հա։ Լավ, իսկ ինչ-որ բուժում կամ գոլեգաներից նայել են երբևիցե։ Նայել են, բուժումներ են նշանակել, բայց ասել են, որ դա լուծում չի, միակ լուծումը միջնապատը եւ խողոչները վիրահատելը կլինի, որը եւ արդեն կհեշտացնի իմ շնչառությունը։ Միջնապատի ավելի շատ տեսաձև շեղվածություն է, ստորին հատվածը դեպի աջ կողմ, վերինը դեպի մի քիչ ձախ։ Միջնապատի շեղվածություն դա դեռ ցուցում էլ չի վիրահատության։ Ցուցում է մենք դնում ենք ելնելով գանգատներից։ 6 տարեկանից հնարավոր է միջամտությունը կատարել ու դա չանելու դեպքում, եթե կա ցուցում իհարկե, ինքը ամբողջությամբ ազդում է դիմացնոտային համակարգի աճի վրա, այսինքն ծնոտը կարող արտահայտված լինի կամ թեր զարգացած ատամների ճիշտ աճի վրա ու շատ այլ խնդիրներ կարան լինեն։ Դրա համար ճիշտ է կատարել ժամանակին, եթե ցուցումներ կան։ Այսինքն, եթե կա դժվարաշնչություն, գլխացավեր, մասնակի խոռոչները ախտահարված են, հաճախակի հիվանդանալ, բերանային շնչառություն, միջնապատը կարա նաև համակցված լինի ադենոիդային հյուսվածքի հետ, այդ քթիմիս, որ ժողովուրդը ասում են, հա, դա ոնց որ կրկնակի ավելի բարդացնի վիճակը։ Այնտեղ կան խեցիներ, որոնք որ կարող են միջնապատի շեղվածությունը որոշ չափով կոմպենսացնել ու օդի հոսքը լինի բավարար օրգանիզմի համար։ Ու այդ դեպքում բնականաբար վիրահատություն չեն կանում, եթե օրգանիզմը կոպիտ ասած պայքարում ու այդ թերությունները շտկում է ինքը իր ձևով, հա։ Հայկույն ընտրված է, որովհետև ունի համակցված խնդիրներ, այսինքն թե խոռոչների որոշակի ախտահարումներ կան, որ նախորդ բնականաբար բուժումը արվել, հիմա պետք է հասկանանք ու բուժ կա, այսինքն ինքը պետք է էնդոսկոպիկ եղանակով հեռացվի։ Միաժամանակ միջնապատի մասնակի շեղվածություն կա, խեցիների հետ կապված խնդիրներ կան ու բնականաբար արդեն արտաքին տեսքի։ Դրա համար հաշվի առնելով համակցված խնդիրը եւ ընդհանուր խնդիրը լուծելու նպատակը ինքը ավելի շատ հետաքրքիր ոնց որ վիրահատական ծավալ է։ Դրա համար ընտրվեց ինքը։ Հայկոյ ջան, վերջապես եկավ այդ բաղձալի օրը։ Հիմա խնդրում եմ ասա ինձ մի բան։ Դու փոշմանում ես։ Վախ կա մեջդ, այսինքն վախ կա։ Կարող է փոշմանես հետո որ
փոխվելու ես։ Չէ, Տաթև ջան, ընդհանրապես չեմ փոշմանել, հենց եկել եմ դրա համար, որ վերջապես լինի այն ինչ որ ես վաղուց ուզում եմ, ու այսօր նայում եմ ինձ հայլու մեջ, ասում եմ, հայկույի դե վերջին անգամ ես տեսնում, որ վաղուց ուզում ես փոխել։ Ու ես ասել եմ, գնա, այս հայկույի թող նորը արդեն գա։ Վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է անցնելու, դու շատ փայլուն բժշկի ձեռքերում ես լինելու։ Ինչ կմաղթես Հայկուհուն հիմա։ Կմաղթեմ, որ էլ հետ չնայի, այլ նայի դեպի ներկան ու ապագան, որովհետև իրան այդ հետում անցյալում ոչինչ այլևս չկա, ու ուղղակի քայլի դեպի ահաջ։ Հակ ես շատ ուրախ եմ, որ մենք հասանք այս սպասված օրվան։ Հավատա, որ այն արդյունքին, որ երկար սպասել ես, տեսնելու ես, ուղղակի ուզում եմ այն տեսակը, որ քո մեջ կա ուժեղ, պայքարող, այսքանից հետո էլ չփոխվի։ Այս ընթացքում այստեղ եմ լինելու սպասելու եմ, հավատա, ամեն ինչ լավ կլինի ու դուխով մտի։ Ապրես շատ որ եկար, որ կողքիս ես լինելու, իմ համար շատ կարևոր է, որ իմ հարազատ մարդկանցից իմ կողքին են լինում ու աջակցում են ինձ այս կարևոր պահին, որովհետև այդ ավելի ուժ է տալիս ու շատ հավատում եմ ապրես, որ այդ ամեն ինչը ի շնորհիվ նաև քեզ ու մնացածի լինելու անենց ոնց որ ես սպասում եմ։ Հավատա հաստատ քո ուզածավա լինելու ես կիստահու։ Աղջիկներ ջան, բոլորդ էլ արժանի եք, որ հիմա այստեղ լինեիք իմ փոխարեն։ Ուզում եմ ասել, որ հավատացեք, որ սա եւս մեկ հնարավորություն է, որ գնաք ձեր երազանքի հետևից։ Երազանքները կատարվում են, երբ մենք բացի երազելուց նաև ինչ-որ քայլեր ենք անում։ Ու մի լսեք, ով ինչ կասի, եթե դա դուք եք ուզում, ուղղակի գնացեք ու արեք։ Հաղորդման իմ ամենասիրելի էմոցիոնալ պահը։ Այսօր մեր հերոսուհին տեսնելու է իր նոր քիթիկը։ Վաու։ Ես ինձ պատկերացնում եմ։ Շատ սիրուն է։ Ոնց շատ սիրուն է։ Հələ որ նստի ավելի սիրուն է լինելու։ Օպլիկ։ Իմ առաջին սպասումները եղել են, որ շատ լավն է լինելու իմ քիթը ու ավելի լավ էր իմ սպասածից, դրա համար շատ ուրախացա։ Ես ամենասկզբից էլ բժշկին ուզում եմ, որ գահա լիներ, ուրիշ բժշկի չեմ նայել։ Այս վերականգնողական փուլը ինձ մոտ անցել է շատ հեշտ, ես կապտուկներ չեմ ունեցել, այտուցներս շատ քիչ են եղել, այսինքն այնպես է եղել, որ լիարժեք իմ կյանքին եմ հետ վերադարձել ու այնքան լավ դրական զգացումներ եմ ունեցել, այն ժպտալով քայլում եմ, որտեղ սա տարօրինակ նայում եմ։ Ոչ շատ հետաքրքիր զգացում էր ու ընդհանրապես դժվարություններ չեմ ունեցել։ Սենց ինչ որ զգացում է, որ այն ինչ որ ես ունեմ արդեն ուզում եմ փոփոխված լինի, այսինքն ինքնավստահությունը բարձրացել է միանշանակ, սենց էլ կողքից անցնելով չեմ նայում, որ քիթը սենց է, արդեն ասում եմ, իմ քիթը սիրուն է, ես սիրուն եմ։ Արդեն այդ ամեն ինչը անցել է։ Վիրահատության արդյունքը հիացնող է։ Արագ ապակինման համար հերոսուհուն ցուցված է շատ ջուր խմել։ Օրգանիզմի մաքրման համար Հայկուհին օրեկան պետք է խմի մոտ 2 լիտր բայ նալբանդյան ջրերից։ Կյանքի նոր փուլում Հայկուհուն յուրահատուկ դիմագծերի գեղեցկությունն էլ ավելի կընդգծի K-Wellness կենտրոնի հիմնադիր բժիշկ Քրիստինա Բաբայանը։ Քրիստինա Բաբայանի հեղինակային մեթոդաբանությամբ աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներն ամբողջ աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Էմիրատներում լիցենզավորված մասնագետը կարևորում է անհատական մոտեցումը, առաջատար սարքավորումների առկայությունը, միայն լավագույն բժիշկներով համալրված կազմ։ Խնդրի լուծում, այլ ոչ թե քողարկում։ Սա է ֆեմինայի մասնագետի մոտեցումը։ Հայկույի ջան, շատ ուրախ եմ քեզ տեսնել վիրահատությունից 1 ամիս անց։ Շատ գեղեցիկ է արդեն քո արտաքին տեսքը, քիթիկը, իհարկե այտուցներ կան, բայց ավելի նպաստում է նրան, որ ավելի այտուցները կնստեն։ Իհարկե միջև վիրահատությունը մենք տեսել ենք, արդեն իրար ծանոթացել ենք,
ավելի շատ անելիք ունենք, հիմա արդեն ավելի քիչ է, որովհետև արդեն ամեն ինչ համաչափ գեղեցիկ է։ Այն ինչ որ ես պլանավորում եմ հիմա քեզ հետ անել, արի հայլու մեջ իրար հետ նայենք, որ դու էլ տեսնես արդեն ինչ եմ ուզում։ Այս հատվածներում աչքերի տակի այս նասասլոզնի բառաստան, որ մեր մոտ արտահայտված է, տարիների ընթացքում ավելի խորն է արտահայտվելու, որպեսզի հետագայում մենք խնդիրներ չունենանք։ Հիմա կարելի է շատ սիրուն, շատ նուրբ ֆիլերով նասասլոսկեր շտկել, ըստ դրա դուք ունենաս շատ սիրուն արտահայտված այդ օսկրներ եւ այս նասագուբնոյ սկլատկեն, որը քո մոտ արտահայտված է, ավելի կմեղմանա։ Ընթացքում ես քեզ հետո խորհուրդ կտամ, թե ոնց խնամ այս դեմքը։ Ընթացքում ինչ պրոցեդուրան անես, որպեսզի ունենաս երկարաժամկետ ռեզուլտատ։ Պլյուս դու ունես պրիկուսի խնդիր, ես էլի շատ կուզենամ այս հատվածներում մի քիչ շտկում կատարել եւ դունչիկիդ հատվածում մի քիչ շրթունքների ծավալի հետ կաշխատեն, որպեսզի ունենաս արտահայտված գեղեցիկ շրթունքներ, քանի որ արդեն պրոպորցիաները մեզ թույլ են տալիս, որպեսզի ունենաս ավելի արտահայտված սիրուն շրթունքներ։ Այսօր կկատարենք այդ ամբողջը, ռեզուլտատը կլինի եւ այսօր եւ հետագայում արդեն 10 օր հետո ավելի սիրուն եւ փափուկ կնստի ֆիլերներով։ Մինչև վիրահատությունը ոչ մի միջամտություն չեմ կատարել, որովհետև դե քթի հետ է ամեն ինչ կապում, դրանից հետո նույնիսկ պատկերացում չունեմ, թե ինչ կարելի է կատարել։ Դրա համար, քանի որ դուք լավագույն մասնագետն եք, միանշանակ վստահում եմ ձեր կարծիքի եւ արդեն կտեսնենք հետո ինչ կստացվի։ Ուզում եմ համել նշել, որ այսօր կատարենք շրթունքի ծավալի մեծացում նոր պրեպարատով, որը համեն շրթունքներին տալիս է շատ գեղեցիկ վարդագույն երանգ։ Так что այսօր կանենք արդեն կտեսնես քո վրա եւ կզգաս, որովհետեւ սա նորություն է եւ Հայաստանում դեռ մենակ ինձ մոտ կա այս պրոցեդուրան։ Հիմա նախապես կցավազրկեմ, որպեսզի ցավային ռեսուրսները ավելի քիչ լինեն, հա, քո համար կոմֆորտ լինի ու կանցնենք արդեն բուն պրոցեդուրաներին։ Սետը Գնացիք։ Ճիշտ է, Հայկուին շատ երիտասարդ է, բայց ես երիտասարդ տարիքից միշտ խորհուրդ եմ տալիս հետևել մաշկին, որպեսզի հետագայում ավելի քիչ խնդիրներ ունենան եւ ավելի քիչ պրոցեդուրաներ անեն ըստ դրա։ 25 տարեկանից հետո մեր կոլագենը եւ էլաստինը ավելի քիչ է խտանում, դրա համար մեզ պետք է իզվինե պրոցեդուրաներ, որը որ կխտացնի կոլագենը ու էլաստինը ու կունենանք շատ ամուր սետկա, որը որ չի թողի, որպեսզի մաշկը գնա դեպի պտոզ։ Մենք ունենք շատ լավ մեր կենտրոնում եւ ապարատային մեթոդիկա եւ ներարկումային։ Չեմ կարող հիմա առանձնացնել կոնկրետ որ պրեպարատները ու որ ապարատները պետք է կիրառվի, որովհետև դա շատ ինդիվիդուալ է։ Նայած ում մոտ ինչ տիպի մաշկ է, նայած ով ինչպիսի ծերացում է անցնում, նայած ում մաշկը չոր է, ում մաշկը յուղոտ է եւ այլն եւ այլն։ Դրա համար շատ ինդիվիդուալն է, բայց կարող եմ ասել, որ ունենք на все типы и на все случаи жизни բոլոր պրոցեդուրաները։ Ես միշտ հետևում եմ ամենանոր պրեպարատներին, որպեսզի մենք մեզ մոտ ունենանք թե Հայաստանում, թե մեր կլինիկայում, որպեսզի մարդիկ օգտվեն ու կարողանան սպասարկվել թե լավագույն սարքավորումներով, թե լավագույն պրեպարատներով։ Դրա համար ես միշտ ասում եմ առաջին հերթին պետք է կոնսուլտացիա անցնել հենց տվյալ բժշկի հետ, որպեսզի ճիշտ նշանակումներ անի ըստ տվյալ պացիենտի մաշկի։ Եվ ես միշտ ասել եմ ու միշտ կասեմ, որ չի կարելի հենց կոնկրետ մի սարքավորում կամ ինչ-որ մի պրեպարատ բոլորին խորհուրդ տալ, որտեղ մեկի համար դա լավ է, մեկի համար դա վատ է, առավել եւս կոսմետոլոգիայում, ինչը որ կապված է մարդու դեմքի եւ առողջության հետ կապված։ Երբ Հայկուհուն հարցրեցինք ինչն է սիրում քո արտաքինի մեջ ամենից շատ, նա նշեց աչքերս, որոնք առօրյա շպարում նա սիրում է ընդգծել։ Նախագծի մենթոր աշխարհահռչակ բրենդների պաշտոնական դիմահարդարը Հայաստանում Լուիզա Ազատյանը արդեն գիտի, թե ինչպիսի դիմահարդարումը ել ավելի կգեղեցկացնի մեր հերոսուհուն։ Ողջույն Հայկուհի ջան։ Ողջույն Լիզա ջան։ Շատ ուրախ եմ ծանոթության համար։ Ես նույնպես շատ ուրախ եմ, որ ձեզ մոտ եմ եկել, անչափ շատ էի սպասում։ Նախ ասեմ, որ շատ ես փոխվել վիրահատությունից հետո եւ արդյունքը ուղղակի հիանալի է։ Ինձ կասես դու առօրյայում սիրում ես շպարվել թե ոչ։ Քանի որ ես աշխատում եմ, հիմնականում շպարվում եմ, բայց վերջերս սկսել է այդքան ուշադրություն չդարձնել շպարին ու բնական ավելի դիմահարդարում նախընտրել, իսկ ավելի երիտասարդ տարիներին, այսպես ասեմ, շատ է դիմահարդարվում, որ հիմա նկարներն եմ, ասում ոնց կարող եմ ես այդպես դիմահարդարվել։ Դե հա, մի քանի տարի առաջ բոլորիս մոտ այդ կարծրատիպը կար արտահայտիչ դիմահարդարման, բայց քո դիմագծերը այնպիսին են, որ դու շատ գեղեցիկ ես անգամ առանց շպարի, այնպես որ ես կարծում եմ, որ քեզ պետք է շատ նուրբ եւ ոչ ճիճացող դիմահարդարում, քանի որ դիմագծերը ինքնին արդեն շատ արտահայտիչ են։
Շնորհակալ եմ շատ։ Ես անհամբեր կսպասեմ ձեր կողմից իրականացված աշխատանքին։ Սկսեցինք։ Հայկուհի ջան, քո վերջնական դիմահարդարումը դու կտեսնես արդեն կերպարանափոխությունից հետո, իսկ հիմա ես քեզ եւ մեր հեռուստադիտողին կսովորեցնեմ մի քանի քայլով գծել աղեղներ։ Աղեղներ կառուցելու համար մեզ պետք է երկու գծի միացում։ Կոպի վերին հատվածից կքաշենք առաջին գիծը դեպի անկյուն եւ նրա կեսից կմիացնենք դեպի կոպի մեջտեղի հատված։ Իսկ հիմա ցույց տամ, որ ձեզ համար ավելի պատկերավոր լինի։ Երկու գծի միացմամբ կստեղծենք մեր աղեղները։ Կոպից դեպի աչքի անկյուն կքաշենք առաջին գիծը եւ իր կեսից դեպի կոպի մեջտեղի հատված, փակի Հայկուհի ջան, կստեղծենք երկու գիծ։ Եվ արդեն կլցնենք ներսի հատվածը, կձգենք կոպի վերին հատվածից եւ կսեւացնենք գծաներկով։ Ահա եւ մենք ստացանք փոքրիկ աղեղներ, որը առօրյա եմ կիրառելը շատ գեղեցիկ է։ Այս աղեղների շնորհիվ դուք կարող եք ձգել ձեր հայացքը եւ հայացքին ավելի գեղեցիկ եւ սուր էֆեկտ հաղորդել։ Կերպարանափոխության ընթացքում արագ ապակինման համար Հայկուհին հետևում է սննդակարգին։ Առողջարար եւ թարմ մթերքներ ընտրելիս իհարկե այցելում է իր տան հարևանությամբ գտնվող 8 սուպերմարկետ։ 8 սուպերմարկետների ցանցը ապահովում է պրեմիում դասի միջավայր, համատեղելով մաչելի գների հետ։ Միշտ թարմ տեսականի եւ բարձրակարգ սպասարկում։ Մեծ զրույցում Հայկուհին նշեց, որ ուզում է իրեն տեսնել ել ավելի կանացի ոճում, քանի որ իր շրջապատում հաճախ են ասում, որ նա այդպեսին չէ։ Նախագծի ոճաբան եւ շոփինգի էքսպերտ Մանե Մարգարյանը կօգնի Հայկուհուն գտնել իր նոր ոճը։ Նա սպասում է իրեն թողարկման գործընկեր Love Republic խանութ սրահում։ Հայկուհի ջան, ողջույն, ուրախ եմ քեզ տեսնել Love Republic խանութ սրահում։ Այսօր միասին կընտրենք նոր 3 կերպարներ, վերջին նորաձևության թրենդներին համաձայն։ Հուսով եմ ինձ կվստահես, բայց խնդրում եմ պատմել, թե դու քեզ ոնց ես պատկերացնում։ Ողջույն Մանե ջան, ես ինձ պատկերացնում եմ այնպիսի կերպարով, որը հնարավոր է կրել թե աորիայում եւ թե ինչ որտեղ գնալուց։ Քանի որ իմ զգեստապահարանը թարմացման կարիք ունի, ես լիովին վստահում եմ ձեզ եւ արդեն դուք ինչ ընտրեք, ես համոզված եմ դա լինելու է լավագույնը։ Շատ լավ, գնացինք։ Հայկուհի ջան, երկու հիմնական ակցենտային գույները դա գինե գույնն ու շոկոլադի գույները։ Քո կերպարում ես ներառել եմ այդ երկու գույները եւ կարծում եմ շատ շքեղ կերպար է դարձել։ Այս կերպարում Հայկուհի ջան նախընտրել եմ smart casual ոճը, համադրել են կորսետ վերնաշապիկով, բայց մեր դեպքում կորսետն ու վերնաշապիկը նույն երանգով են, ինչը վիզուալ ավելի է շքեղացնում տեսքը։ Նաև փոքրիկ գաղտնիք ասեմ, այս կերպարը տրանսֆորմեր է, կարող ենք կրել համապատասխան ճիշտ ընտրված կոշիկներով, աքսեսուարներով, թե աշխատավայրում ու թե փոխելով դրանք, ինչ որ հետաքրքիր երեկույթներին մասնակցենք կամ սրճարաններ գնանք։ Երրորդ կերպարի համար ընտրել եմ վերջին տարիներին շատ ակտուալ ոճը, փրեփի տիկնիկային ոճը, իսկ քանի որ քո կազմվածքն ու արտաքին տեսքը Հայկուհի ջան թույլ է տալիս նման ոճը գրագետ կրելու համար, կարծում եմ շատ շքեղ է տեսքը։ Բայն Աբանդյան բրենդը արտադրում է ոչ միայն աղբյուրի ջուր, այլև գազավորված ըմպելիքներ, լիքենսական էներգիայով համեղ էներգետիկներ, զովացուցիչ լիմոնադներ, որոնք կարող եք գտնել խանութներում։ Բայն Աբանդյան բրենդի ջուրը ոչ միայն հագեցնում է հերոսուհու ծառավը, այլև օգնում է արագ ապակինվել։ Հայկուհի ջան, քանի որ մենք արդեն մոտենում ենք քո կերպարանափոխության ավարտին, ես որոշեցի այսօր մենք գանք իմ սիրելի բժշկուհու մոտ ու մի տեսակ աղջկական ռելաքս ունենանք ու աղջկական շատ մտերմիկ խոսակցություն։ Ես պիտի քեզ մի քանի հարց տամ ու հուսով եմ դու ինձ անկեղծ կպատասխանես։
Իհարկե Տաթև ջան, ես ընդհանրապես պրոցեդուրաներ աղջիկական շատ եմ սիրում ու քեզ հետ զրուցելն ինձ համար մեծագույն հաճույք է, այնպես որ սիրով։ Իդեպ ասեմ դու եկել ես Հայաստանի լավագույն բժիշկ կոսմետոլոգի մոտ։ Կրիստինան նաև իմ բժիշկ կոսմետոլոգն է, արդեն 10 տարուց ավել է։ Ես ունեմ պրոբլեմատիկ մաշկ եւ Կրիստինան իմ պրոբլեմատիկ մաշկը դարձրեց այսպես մարմարի պես գեղեցիկ։ Այնպես որ ես քեզ բերել եմ իրոք ոլորտի լավագույնի մոտ։ Ես գիտեմ, որ էլի պրոցեդուրաներ պիտի արվեն, այսինքն այս ամեն ինչը այսպես չի ավարտվում։ Հիմա ես ուզում եմ, որ դու ինձ պատմես այս փուլը ոնց անցար։ Ինչ փոխվեց քո մոտ։ Գնում է աշխատանքի ու այդ այտուցներ, այդ որոշակի փոփոխություններ ես զգում եմ, որ մարդիկ sense նայում ու որ հարցեր էին տալիս, ես բան դաժե լացում եմ, որ գնում էի տուն, բայց հետո լավ այդ անցավ, հետո որ նայում եմ ինձ հիմա հայրը մեջ, sense եմ ասում, Հայկո Հիջան, դու շատ սիրուն ես, ու այդ ամենալավ զգացումն է։ Փուլը մարդկանց ընդհանրապես պետք չի լսել։ Մարդիկ սիրում են միշտ ապրել դիմացինի կյանքով, քննադատել, մի բան ասել, գեր լինես կասեն, օ, էս ինչ գեր ես, նիհար լինես կասեն, էս ինչ նիհար ես։ Մարդիկ միշտ գտնում են մի բան խոսելու, այնպես որ մարդկանց ուշադրություն չենք դարձնում, սա քո կյանքն է, հիշում ես։ Ընդհանուր առմամբ որոշել եմ ուղղակի մարդկանց օգնել, հատկապես նաև թիրախային մամաներին եմ ընտրելու, որ իրանք էլ իմ նման ինքնագնահատականը բարձրացնեն ու որոշակի ինչ որտեղ հասնեն, որտեղ իրենք են ուզում հասնել կամ կարողա չգիտեն, ես իրենց օգնեմ, որ իրենք էլ իմանան։ Իսկ հիմա եկավ իմ ամենասիրած եւ սպասված պահը, գնանք տեսնենք դոկտոր Կրիստինան ինչա պատրաստել քեզ համար եւ ինչա պատրաստել այս անգամ ինձ համար։ Հա, Տաթև ջան, գնացինք։ Աղջիկները այսօր այցելեցինք եւ Wellness Medical Spa-ն, ես ուզում եմ նշեմ, որ մեր կենտրոնում ոչ միայն էսթետիկ բժշկությունով ենք զբաղվում, նաեւ ունենք շատ հաճելի մաս, որը որ մեր պացիենտներին եւ հաճախորդներին արդեն երկար տարիների ընթացքում տալիս է շատ հետաքրքիր պրոցեդուրաներ, որոնք որ եղել են առաջինը Հայաստանում, մենք ենք եղել առաջինը եւ այսօր նույնպես կատարեցին համամը, որը որ ես շատ խորհուրդ եմ տալիս նամանավանդ այս սեզոնին, երբ որ արդեն սկսում է ցրտել, մարդիկ ուզում են ինչ-որ տաքություն իրենց վրա զգան։ Մաշկի exfoliate են անում, դրանից հետո էվկալիպտով պարով սկսում են մաշկը ավելի բացել, որպեսզի անեն կոպիտ ասեմ քիսա, մաշկը վերևի ենթամաշկը սկսեն մաքրել, որպեսզի նոր բջիջներին տան հնարավորություն, որպեսզի սկսեն ավելի արագ արտադրվեն եւ մաշկը ավելի հարթ վիճակում լինի։ Համոմից հետո հիմնականում ունենում ենք երկու տարբերակ, կամ տվյալ հաճախորդը ընտրում է ուղղակի խնամք մարմնի կամ արդեն ընտրում են ըստ պահանջի մարմնի մերսում։ Տվյալ դեպքում Հայկոին ընտրեց ռելաքս մերսում, որպեսզի լիարժեք հանգստանա, ես էլ եմ հիմնականում մեր հաճախորդներին հենց այդպես եմ խորհուրդ տալիս եւ ստանում են լիարժեք մարմնի հոգու հանգստություն։ Իսկ դրանից հետո նաև արեցինք շատ հետաքրքիր պրոցեդուրա, որը որ Հայաստանում մենակ մենք ենք ներկայացուցիչը Nubia բրենդի, իտալական օրգանիկ բրենդ է, որը որ 100% օրգանիկ է։ Մենք ունենք դիագնոստիկայի ապարատ, որը որ հենց աղջիկներին էլ առաջարկեցինք եւ արեցինք, որպեսզի տեսնենք, թե մեր գլխամաշկը ինչ վիճակում է։ Ըստ դրա առաջարկում ենք արդեն ըստ մեր տեսականիների շարքից, հա, կոնկրետ այսօր արեցին դետոքսիկացիա, որպեսզի շերտազատեն գլխամաշկը, որպեսզի նոր մազ զարմատներին հնարավորություն տան աճելու եւ լիարժեք ռելաքս ստանալու համար ու լիարժեք խնամված դուրս գալու համար մեր կենտրոնից Հայկուն ուղեկցեցինք Biologic Research-ի ֆրանսիական էլի նույնը ասեմ, որ լրիվ օրգանիկ ինձ համար ամենակարևորը տնային պայմաններում շարունակեն մասնագետի արած գործը, որպեսզի ունենան իդեալական ռեզուլտատ։ Տաթևիկը իմ շատ երկար տարիների իմ սիրած հաճախորդներից մեկն է։ Ես քանի որ շատ խնամված եմ ու պերիոդիկի մենք անում ենք տարբեր պրոցեդուրաներ դեմքի խնամքի հետ կապված, այսօր մենք ունենանք դեմքի պրոցեդուրա, որը որ իր մեջ ներառում է բիոռետալիզացիա առանց սրսկումների, որը որ մեզ կտա դեմքի խոնավեցում, մաշկի հարթեցում եւ գեղեցիկ փայլում։ Հայկուհին հաճախ է փոփոխում մազերի կտրվածքը եւ երանգը։ Չի վախենում գնալ ռիսկի եւ անհամբեր սպասում է իր հանդիպմանը նախագծի մենթոր Ասոյան Beauty Studio-ի հիմնադիր միջազգային կարգի մասնագետ Վարսահարդար Գագիկ Ասոյանի հետ։ Ողջույն։ Ողջույն, շատ եմ սպասում մեր հանդիպմանը եւ շնորհակալ եմ, շատ հաճելի է։
Հա, ես էլ էի շատ սպասում։ Ճիշտ ասած, ուզում էի տեսնել ինչ արած քո մազը։ Օ, ես սիկլիկը բաներ եմ փորձել, ամենակարճից սկսած ու տարբեր գույներից։ Ես ինքս եմ տանը իմ մազերը ներկում։ Ներկել եմ ամենատարբեր գույների, կարիշնիվի, սև, նույնիսկ բادرجان ու որոշեցի, որ բաց գույնը ինձ ավելի։ Ինչ հասցրի արել ես։ Ու որոշեցի, որ բաց գույնով ինձ ավելի լավ ու սիրուն եմ զգում։ Ու որոշեցի նաև երկարացնել։ Հիմա համբերտ սպասում եմ, թե դուք ինչ եք որոշելու, որտեղ վստահ եմ, որ շատ լավ է ստացվել։ Ափսոս, պրոստը դու չես իմանալու մենք ինչ ենք որոշելու։ Հա։ Բայց ես քեզ սենց հեսա շուրջ կտամ։ Հայկուհի ջան, ես ուղղակի հիացած եմ, որովհետև այս բոլոր հերոսուհիների կերպանափոխությունները, որ համեմատում եմ, ամենակտրուկ փոփոխությունը քոնն է եւ ուղղակի վաու, ես ուզում եմ ասել, չգիտեմ, խոսքերն ուղղակի ավելորդ են եւ ինձ տանջում է մի հարց։ Արդյոք ուր ես գնալու այստեղից հետո, բայց մինչև դա կուզեմ, որ մեր հերոստադիտողը տեսնի, թե դու ինչպես եկար մեր նախագիծ եւ հիմա ինչպիսի տեսք ունես։ Հայկուհի ջան, ինձ շատ հետաքրքիր է, արդյոք քո սպասելիքները արդարացված են։ Անահիտ ջան, իմ սպասելիքներից ավելին է արդարացված։ Ես չէի պատկերացնում, որ իմ նախկին կերպարից կարելի է ստանալ այսքան շքեղ կերպար, այնպես որ իմ սպասելիքները վաու արդարացված են։ Իրականում ինձ շատ հետաքրքիր է եւ կարծում եմ քեզ եւս, թե քո հարազատները ինչպես կարձագանքեն։ Ես տեղյակ եմ, որ քույրիկը արդեն այստեղ է, անհամբեր սպասում եմ նրա արձագանքին։ Ինձ համար կարևոր է քույրիկիս Անի կարծիքը, քանի որ նա ամբողջ ընթացքում եղել է ինձ հետ ու իմ կյանքում նա ամենակարևոր մարդկանցից է։ Իհարկե ես շատ կցանկանամ նաեւ լսել Տաթևի կարծիքը, որովհետեւ իր շնորհիվ ընտրվեցի հենց ես ու շատ եմ սպասում նաեւ իր կարծիքին ու շատ շնորհակալ եմ Տաթևի Կադումյանին։ Հրաշալի է։ Ես շատ ուրախ եի ծանոթանալ Հայկու հետ եւ մանավանդ շատ ուրախ եի, որ կարողացա իմ փոքրիկ լուման ունենալ իր կերպարանափոխության մեջ։ Եվ ես վստահ եմ, որ նոր կերպարում ինքը իր ինքնավստահության շնորհիվ կհասնի շատ բարձունքների եւ վերելքների։ Մի խոսքով Հայկուհի ջան, ես քեզ մաղթում եմ բարի երթ քո կյանքում եւ վստահ եմ, որ ամեն բան լավ է լինելու։ Հակ կողքսես, արդեն չեմ համբերում երբեմ տեսնելու։ Ահա։ Ես երբ հետհաշվար կգնում, որ բացեմ տեսնեմ։ Այ երեքը հաշվի։ Ես այսօրվան շատ եմ սպասել, երևի քեզանից շատ եմ սպասել, որ դու ստանաս այն ինչ որ ուզում ես։ 3, 2, 1։ Բացի։ Ոմն։ Սիրունո խոսքեր չկա։ Անոնց լուրջ երևի բառեր չեն երիքես մար, տահայտում են ինչ որ կա։ Շատ ասազում, շատ լրիվ իդեալական ես։ Համարել եմ ես շատ փոխվել։ Չնայած դու ես, բայց լրիվ շատ ասազում։ Խոսքեր չկան իրոք, շատ սիրուն ես, արի գրկեմ, իդեալական ես։ Ապրեսան, իմ համար քո կարծիքը շատ կարևոր է։ Ինքն ուրախ եմ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆեմինա հաղորդմանը, մարդկանց, որտեղ Ֆեմինան ինձ համար մարդիկ են, ու ես առանց այդ մարդկանց արդեն իմ կյանքը չեմ պատկերացնում, իրանք վաու են ուղղակի։ Իմ կյանքում շատ բան է փոխվել, կերպարանափոխությունից ամբողջ, որովհետև ես սկսել եմ ինձ ավելի ինքնավստահ զգալ, ավելի ինքս իմ հետ զգալ, ու հատկապես սանրվածքից հետո, ոնց որ ես արդեն ուրիշ լինեմ, ես եմ, բայց էլի այն կերպարն է, որ միշտ ուզեցել եմ տեսնեմ իմ մեջ, բայց վախեցել եմ ունենամ, որովհետև մտածել եմ կքննադատվի կամ սխալ կհասկանան։ Այսինքն ես հասկացա, որ երկար մազերը այդ սիրունության չափանիշ չի, ու սիրուն լինելու համար ուղղակի ներքին պետք է զգալ, որ դու սիրուն ես։ Ու ես անչափ շնորհակալ եմ բոլորին իրենց կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար, ու ես միանշանակ ասում եմ գնացեք այդ մասնագետների մոտ ուղղակի, որովհետև իրենք գիտեն, թե ինչ ստանան, ոնց ստանան, ու ամենակարևորը դա անհատականացված է, այսինքն իրանք դա շաբլոնայինից չեն վերցնում, այլ հաշվի են առնում քո տեսակը, քո էությունը։ Ու սրտիկները ուղղակի մերսի ձեզ շատ։ Եվս մեկ իրագործված երազանք։ Այո, մենք չենք թողնում, որ ձեր վաղեմի բաղձանքը մոռացվի։ Միշտ պահի նպատակդ քո աչքի առջև։ Հավատա եւ այն անպայման կատարվելու է ճիշտ ժամանակին։
Ինչպես դա տեղի ունեցավ ֆեմինա հերոսուհի Հայկուհի Մազմանյանի կյանքում։ Հետևիր մեզ սոցիալական հարթակներում, իմացիր այն, ինչ չես գտնի եթերում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ ֆեմինա նոր հերոսուհու կերպարանափոխությամբ։